եք զբաղված դուք։ Հանրապետությունը եւ ԿՊ-ն դու կոռուպցիայով եք զբաղված։ Չէ, դուք 2.5 միլիոն դոլար տալու եք մի հատ ընկերություն, որ ցեր ցուցակով է եկել։ Դա կոռուպցիա է, ուրիշ բան չի կարող լինի։ Ինչու բյուջեով չեք բերում։ Հրատա բերեք 2.5 միլիոն դոլար, նույն ընկերությունը ցեր ցուցակով է եկել։ Հիմա կասեք ինչու եմ գժվել։ Նոր ֆինանսական հանձնաժողովի նիստը բրծավ եւ ԿՊ-ն առաջարկ էր բերել, որ մի հատ շենք Երևանի էլեկտրատրանսպորտ ՓԲ-ի շենքը վերակառուցեն 2.5 միլիոն դոլարով եւ թենդերը շահել է Լիլան Արմը։ Այդ նույն ընկերությունը, որ անցած նիստին ասեցի, մեծամասամբ թենդերներ նույն ընկերությունն է շահում, որի ղեկավարը եկել է ԿՊ-ի ցուցակով։ Լիլան Արմ ընկերությունը խայտարակ ընկերություն է դա, պարոն Թևոսյան։ Ինքը շատ ուղիղ ասում եմ, այնտեղի նստած ԿՊ-ական գործընկերների ընկերն է։ Այդ մարդը ինչ սարքել է, թքել կպցել է բարիսուղու իմաստով, մասիվի տոմետրերը, նասելի այգի, այն Բանգլադեշի բաները սա, ինչ արել է հերին անիցել է։ Ձեր ցուցակում եմ երբեք ձեր ցուցակն Ձեր ցուցակի Չէ, պիտի նկարեմ, որտեղ ձեր ցուցակով եկել ու 90%-ը դուք եք կաշառակերությունա, լավ թալանա, կաշառակերությունա։ Մենք բոլորս լսել ենք Լիլան Արմ անունով շինարարական ընկերության մասին, որի ղեկավարը եղել է ԿՊ-ի ավականի ցուցակում։ Ես նայեցի ֆինանսական նախարարության Armev Skype-ում, որպեսզի տեսնեմ, թե 2019-ից ի վեր որքան պայմանագրեր է շահել Լիլան Արմը եւ իր մրցակիցները։ Պարզեցի, որ Երևան քաղաքի մրցույթներին հաճախակի մասնակցող 13 ընկերություններից 2 ընկերություն շահում է քաղաքի շինարարության հայտերի ավելի քան 95%-ը։ Այդ 2 ընկերություններից մեկը Լիլան Արմը, որը շահել է 25.5 միլիոն դոլարի պայմանագրեր, այս պայմանագրերի զգալի մասը եղել են հրատապ եւ չեն ունեցել մրցակիցներ։ Լիլան Արմ մնացածները, օրինակ Օլիմպշին, Էգաշին, չգիտեմ, Կոտայքշին, մնացածները մի քանի 100,000 դոլարի են շահել։ Այս երկուսը հիմնականում շահում են քաղաքապետարանի հայտերը։ Իդեպ Լիլան Արմը 2000 թվականին է ստեղծվել եւ մինչեւ իշխանապողությունը նա շահել էր ընդամենը 400,000 դոլարի պետական պայմանագրեր, որտեղ կա մրցույթ եւ կա ԿՊ-ական մրցույթ։ Սա է ձեր մրցույթի ձևը։